Ընդամենը 2 ժամում պատրաստում ենք հավի մսով անչափ համեղ, հյութալի փափլիկ կոտլետներ ամբողջ ամսվա համար։ Պատրաստում ենք մեկ անգամ և դնում ենք սառցախցիկ, շատ հարմար է ունենալ ձեռքի տակ, հանեցիր, տապակեցիր կամ դրեցիր ճարպաճեռոցի մեջ և վերջ, ամբողջ ընտանիքը գոհ է։ Բաղադրատոմսը բավականին մեծ է, ստացվում է 40-ից 45 հատ հավի մսով կոտլետներ։ Կարելի է մատուցել տապակած կամ խաշած կարտոֆիլի, տարատեսակ փլավների հետ միասին, իդեալական համադրություն է։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 2 կգ հավի փափկամիս, 2 մեծ գլուխ սոխ, 1 կապ խառը կանաչի և 2-ից 3 ատամիկ սխտոր։ Կօգտագործենք նաև 400 գ հաց, 1 բաժակ սպիտակաձավար, 2 ծու, չորացրած ծիտրոն, պաքսիմա ձևավորման համար և համեմունքներ։ Թրջում ենք հացը կաթով կամ ջրով։ Եթե ցանկանում եք, որ տապակած կոտլետների մեջը սպիտակ լինի, հեռացրեք հացի 4 ծայրերը։ Յուրաքանչյուր 1 կգ հավի մսի համար վերցնում ենք 200 գ հաց, սա ընտիր չափաբաժին է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետք է օգտագործենք նաև սպիտակաձավար։ Հյութալի փափլիկ կոտլետներ ստանալու համար միսը պետք է ունենա ճարպի շերտ, այդ պատճառով վերցնում ենք հավի ազդրամիսը։ Միայն հավի կրծքամսով պատրաստված կոտլետները բավականին չոր են ստացվում, կարելի է վերցնել 1 կգ հավի ազդրամիս և նույնչափ կրծքամիս։ Բարեկամներ, եթե նոր եք միացել Հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Մսի հետ կաղանք նաև 2 գլուխ սոխ, թրջած հացը և 3 ատամիկ սխտոր։ Եթե բաղադրատոմսը ձեզ համար մեծ է, կարող եք բաղադրիչները կիսել, սակայն այնքան համեղ փափլիկ կոտլետներ են ստացվում, որ հաջորդ անգամ պատրաստելու եք միանգամից կրկնակի չափաբաժնով։ Ավելացնում ենք համեմունքները։ Կօգտագործենք 2 ճաշի գթալ չորացրած ծիտրոն, 1 բաժակ սպիտակաձավար, 2 հավկիթ, աղ, կարմիր քաղցր և սև պղպեղներ։ Չորացրած ծիտրոնը և հավի միսը ամենահամատեղելի բաղադրիչներն են և այս կանաչիով կոտլետները ստացվում են չափազանց համեղ։ Թարմություն հաղորդելու համար մանր կտրատում ենք 1 կապ խառը կանաչի, այստեղ կա համեմ, ռեհան, ազատքեղ և սամիտ։ Կանաչին ավելացնում ենք մնացած բաղադրիչների վրա և խճողակը մի լավ հունցում ենք։ Պետք է ստացվի կպչուն զանգված, սակայն չենք շտապում միանգամից ձևավորել կողիկները, թողնում ենք խճողակը հանգստանա առնվազն 2 ժամ, որպեսզի սպիտակաձավարը հասունանա։ Ձևավորելուց հետո կոտլետները կարելի է պաքսիմա պատել կամ ալրապատել, ընտրեք ձեզ համար ավելի հարմար տարբերակը։ Անգամ կարելի է թրջել ձեռքերը, ձևավորել կոտլետներ և հենց այդպես միանգամից դնել տապակի մեջ, դրանք շատ լավ պահպանում են իրենց ձևը։ Ավելի առողջարար լինելու համար կարելի է պատրաստել ջեռոցի կամ ճարպաճեռոցի մեջ։ Թրջում ենք ձեռքերը, ձևավորում ենք կոտլետները և բոլոր կողմերից պաքսիմա պատում ենք։ Ես տալիս եմ 2 ձև՝ շրջանաձև և օվալաձև։ Հաշված րոպեներ և ինձ մոտ ստացվեց 45 կողիկներ։ Սկուտեղներով դնում ենք սառցախցիկ, թողնում ենք ամբողջությամբ սառչեն, այնուհետև լցնում ենք պոլիէթիլենային տոպրակների մեջ և այդպես պահում ենք սառցախցիկում։ Անհրաժեշտության դեպքում հանում ենք սառցախցիկից, պատրաստում և մատուցում, շատ հարմար է։ Տապակելուց հետո կոտլետները դրսից ստացվում են խրխրթան, իսկ ներսից հյութալի ու անչափ համեղ։ Այս բաղադրատոմսով հավի մսով կողիկներ պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել։ Անչափ համեղ, կարմրաթույր, փափլիկ հյութալի կոտլետները պատրաստ են։ Մատուցում ենք թարմ կիտրոնի հյութով և անուշ ենք անում։ Բարի ախորժակ։ Այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։